դժվարությունը անձրևի հետևանքն է։ Հոլանդից եմ, տուրիստ եմ այստեղ Հայաստան ու հայ եմ։ Տավուշի մարզում ենք ամենասիրուն խորհրդանշական անկյուններից մեկում Գոշավանքում եւ որոշել ենք գնալ Գոշիլիչ։ Գոշիլիչ մենք գնում ենք տարվա մեջ տարբեր եղանակների, որովհետեւ թվում է թե նույն լոկացիան է, բայց չէ, գարունը, մարաշուն, ձմեռ բացարձակ տարբեր զգացողություններ ու գույներ ես դու բացահայտում։ Բայց մինչ ճանապարհ ընկնելը սուրճը պարտադիր է։ Գոշիլիչ գնալ մենք սիրում ենք քայլելով, բայց դա կախված է իհարկե եղանակից, քանի որ հիմա գարուն է ու անձրևները էս փուլում էստեղ շատ են, վստահաբար ցեխը անտառում շատ կլինի ու շատ բարդ կլինի անցնելը, դրա համար այս անգամ վարձակալում ենք Վիլիս, հիմնականում գինը նույնն է 7000 դրամ։ Տեղավորվում ենք այս եղանակին գնալու հավեսնենա ու որ արևա, որ նաև բացօթյա է ու ամբողջ քամու ուժը զգում ես քեզ վրա։ Հանգիստ որ գնանք մի 15 րոպե։ Իսկ եթե վրազա պետք է շատ շուտ գնալ։ Ու ավելի շատ հիմա են գալիս, ամռանն են գալիս, ձմռանը գալիս է, ինչ էին գալիս։ Ձմռանն էլ են գալիս, բայց շատ ամռան է։ Բայց լիճը ավելի սիրուն գարունն ու աշունն է, չէ՞։ Աշունը շատ սիրուն։ Ու եթե այս Վիլիսով 15 րոպե հասնելու համար պետք, ապա ոտքով գնալու համար, եթե որոշում եք արշավ գնալ, ապա մոտավորապես 1 ժամ գնալը հաշվի առեք, կախված թե դուք ինչպիսի արշավ անեք, եթե առաջին փորձն է եւ այլն, կամ մի քանի անգամ եք գնացել 1 ժամ հաստատ նկատի ունեցեք հասնելու համար, հետո այդ մի այդքան էլ վերադարձի եւ ձեզ մի հետաքրքիր բան ասեմ, որ ես ու Վրեժը մի քանի անգամ որ գնացել ենք, մեզ բացառապես հանդիպել են ճանապարհին ռուսներ, այսինքն Հայաստան եկած ռուսներ, որոնք նախընտրում են ոչ թե Վիլիսով, այլ հենց քայլելով, որպես արշավ գնալ հասնել Գոշիլիչ։ Էքստրիմ տուր է ստացվում, որովհետև անընդհատ անձրևից ցեխը սահեցնում են ակերը։ Որ նայում եմ վերև ու տեսնում եմ այս տեսարանը։ Սա զգալ է պետք, սա փոխանցելու չի։ Մեքենա նստելու պահից մինչև իջնելը, հաշվի առնելով նաև այս սեզոնի բարդությունները, տևել է 17 րոպե։ Այստեղ քայլելով ավելի հերոսական մեզ նման մեքենայով չէ, քայլելով եկել են մարդիկ, որոնք բարձվում է որտեղից են։ Հոլանդից եմ, տուրիստ եմ այստեղ Հայաստան ու հայ եմ։ Ու մենք Առաջին անգամ եք Հայաստանում, թե չէ։ Առաջին անգամ եմ Հայաստանում, հա։ Ու հիմի այստեղ ենք ասես, անունի չգիտեմ ուր ենք հիմի, բայց շատ սիրուն է, ինչ որ տեսել ենք սա։ Գոշիլիչում եք դուք, դրա անունը Ինգա։ բարձվում է Ինգան Ես ամուսնու։ ամուսնուս հետև yani я համար է այստեղ սկզբի անգամը ու երկուսով 0 ֆրանկ։ Այդպես Ու ինքը հայ չի։ հայ չի, հոլանդացի է։ Ու բացահայտում է Հայաստանը ձեր միջոցով։ Հա, ու ինքն է շատ կուզել տեսնել։ Հա, я միջոցով է։ Հրաշալի։ Bye.